Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գեր ճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց իսկ տեղադրված են գեր հետաքրքիր հուլիս ամսվա կանխատեսումները եւ շատ շուտով կլինի նաեւ այս տարվա թաքուհի օգոստոս ամսվա կանխատեսումները եւ իհարկե ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները նաեւ կենդանակերպերի համար այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ որպեսզի մշտապես տեղյակ լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, քիչ անց կներկայացնեմ հուլիսի 3-րդ շաբաթվա, այսինքն հուլիսի 20-ից 26 ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը, բայց մինչ բուն թեմային անցնելը նշեմ, որ շարունակում են գործել մեծ զեղչեր իմ օնլայն 50%-ի չափով զեղչեր իմ օնլայն խորհրդատվության համար եւ նաեւ մյուս բոլոր ծառայությունների համար սիրելի բարեկամներ, այնպես որ շտապեք, ինչպես միշտ ես հերթի տակ աշխատում եմ եւ տեղերը խիստ սահմանափակ են։ Փաստացի սիրելի բարեկամներ 100%-ով իրագործվեցին իմ այն կանխատեսումները, որ ես արել էի դեռևս 1-2 տարի առաջ 26 թվականի հուլիս ամսվա վերաբերյալ, որ հուլիսը լինելու է 26 թվականի ամենաբարդ, ամենալարված, ամենաճգնաժամային ամիսը, գրեթե ամենան։ Ու իհարկե նաև դրան չի զիջելու օգոստոս ամիսը, երբ տեղի են ունենալու ամառային խավարումներ 2026 թվականի։ Բայց հուլիսին փաստացի վերսկսվեց եւ իմ կանխատեսած հենց օրերի շրջանակում, այսինքն հուլիսի 7-ից 9 վերսկսվեց նախ ԱՄՆ-Իրան այդ հակամարտությունը, լարվածությունը, ռազմական գործողությունները վերսկսվեցին եւ դեռևս սարսափելի ինտենսիվությամբ գիտեք որ շարունակվում են նաեւ ներքաղաքական ցնցումները Հայաստանում տեսնում եք ինչպիսի ռեպրեսիաներ, ինչպիսի չգիտեմ տոտալիտար ռեժիմին բնութագրող եւ բնորոշ հարձակումներ ընդդիմադիրների վրա գործարաններ են սեփականաշնորհվում, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն ըստ էության կուլակաթափվում, այսինքն ունեզրկման գործընթաց է գնում կամ ունեցվածքի վերաբաշխման process-ն է տեղի ունենում, որը ըստ էության բնորոշ է բոլոր հեղափոխություններին, այսինքն բոլոր ժամանակաշրջանների հեղափոխությունները, թե ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը ի դեպ շատ նման մորակային դիրքերի ժամանակ է տեղի ունեցել եւ Պլուտոնը գտնվում էր ջրհոսում, իսկ Յուպիտեր մոլորակը մեծ երջանկության մոլորակը գտնվում էր Առյուծ կենդանակերպում եւ բոլշևիկյան հեղափոխության ժամանակ այդ ունեցվածքի վերաբաշխումը, ամբողջ սեփականության վերաբաշխումը դա բնական գործընթացներ են եւ այժմ դա տեղի ունենում նաև Հայաստանում 2028 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ըստ էության շարունակվում է Հայաստանում Եվ պետք է ասել նաև մեկ այլ վտանգավոր տենդենսի մասին, որի մասին ես նույնպես բազմաթիվ անգամ մատնանշել եմ, երրորդ համաշխարհային պատերազմի տաք փուլը արդեն ընթացքի մեջ է սիրելի բարեկամներ, քանի որ հենց բոլոր այդ համաշխարհային պատերազմների նախորդին միևնույն մորակային փոխհարաբերություններն են տեղի ունեցել, ինչ որ այժմ մենք տեսնում ենք, դա այսպես կոչված տրապեցիա մորակային փոխհարաբերությունն է, երբ Յուպիտերն ու Պլուտոնը դիմակայում են, Յուպիտերը գտնվում է Առյուծ կենդանակ կերպում եւ ձևավորվում է այսպես կոչված տրապեցիա բարձրագույն մորակներից
որը որ չափազանց վտանգավոր է, որովհետև եթե մեկ սխալ գործողություն եւ այդ ամբողջ կառույցը փլուզվում է այդ տրապեցիան եւ իր փլատակների տակ է թողնում ողջ համաշխարհային, այսպես ասած, խաղաղության նախորդ շրջաններում ձևավորված այդ կառույցներ, այդ կառուցվածքը, այդ զսպման մեխանիզմները Այսինքն այլևս այն աշխարհակարգը, որը գործում էր մինչ այդ, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էր ձևավորված, արդեն այլևս ընդհանրապես զորությունը կորցնում է եւ չի գործում եւ այժմ մենք տեսնում ենք փաստացի այդ երևույթների վառ դրսևորում։ Իհարկե այդ լարվածությունը շարունակվելու է նաև հատկապես հուլիսի վերջում, օգոստոսի սկզբին եւ օգոստոսի երկրորդ կեսին խավարումների միջանցքի ընթացքում։ Դեռ խավարումների միջանցքը դա շատ ճակատագրական շրջան է, գիտեք, եւ այն բոլոր որոշումները, որոնք մարդիկ կայացնում են այդ ժամանակ, պետք է մի քանի անգամ ստուգվեն, 7 անգամ չափվի, նոր կտրվի, որ ճիշտ որոշումներ կայացվի եւ ճիշտ զարգացումներ տեղի ունենա եւ այդ իսկ պատճառով այդ շրջանը չափազանց վտանգավոր է օգոստոսի 12-ից մինչեւ 28 ընկած ժամանակահատվածը Ну, այսքան թերևս ընթացիկ զարգացումների մասին պետք է ասել, որ նաև հուլիսի վերջում շատ կարևոր ճակատագրական զարգացումներ են սպասվում, դրա մասին իհարկե ավելի մանրամասն կխոսենք հաջորդ շաբաթ, բայց նախապես ասեմ, որ նախ Արեգակը միանալու է Յուպիտերին, Յուպիտերը այրվելու է եւ 6 աստիճան առիթում, թագավորական աստիճանում, այսինքն բոլոր այդ նախորդ իշխանությունները, նախորդ միապետությունները, նախորդ շրջանում արկա թագավորությունները իրենց ամբողջ կառուցվածքով պարզապես փլուզվելու են, ամբողջ աշխարհակարգը պարզապես փլուզվելու է։ Եվ դա հատկապես վերաբերվում է այդ հին շրջանում ձևավորված հատկապես միապետություններին, հատկապես այդ մենիշխանություններին է վերաբերվում, տոտալիտար համակարգերին է վերաբերվում։ Այդ բոլորը հայտնվելու է չափազանց մեծ ճգնաժամին, որտեղ արևը Յուպիտերի հետ խորհրդանշում է հենց այդ միապետական տոտալիտար ռեժիմները ուժեղ կենտրոնական իշխանությամբ, իսկ Պլուտոնը, որը դիմակայում է ջրհոսում, խորհրդանշում է հենց այն ուժերը, որոնք դրդում են այդ ամենը փլուզման, այսինքն ձևավորվում է ճգնաժամ եւ այլևս այդ նաեւ տնտեսական համակարգերին է վերաբերվում սիրելի բարեկամներ եւ օգոստոսի սկզբին սպասում է նաեւ խստագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամ, այդ ամենը ուղեկցվելու է նաեւ ֆինանսական ճգնաժամով բնականաբար։ Եվ նաեւ հուլիսի վերջին մենք կունենանք լուսնային հանգույցների առանցքի դիրքի փոփոխություն, այսինքն վերընթաց լուսնային հանգույցը կլքի ձկները եւ մութ կգործի ջրհոս, իսկ հարավային լուսնային հանգույցը մութ կգործի արդեն առյուծ։ Դա նույնպես մեծ փոփոխությունների մասին է խոսում։ Ես կարծում եմ գալիք շաբաթ կկազմակերպենք ուղիղ եթեր Facebook-ում եւ այնտեղ ես ավելի մանրամասն կներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին եւ ընդհանրապես աշխարհին, երբ տեղի ունենա այդ փոփոխությունը, լուսնային հանգույցների դիրքի փոփոխությունը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում գալիք շաբաթվա ընթացքում։ Հուլիսի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում բավականին ճգնաժամային եւ բարդ շաբաթ է մեզ սպասվում, սիրելի բարեկամներ, մի շարք հանգամանքներով պայմանավորված լուսինը շարունակում է աճել եւ դուք կարող եք ողջ գալիք շաբաթվա ընթացքում եւ մինչեւ հուլիսի 29-ը կատարել այն բոլոր հմախոսությունները եւ առողակարգերը, որոնք արկա են իմ երկրորդ YouTube-յան ալիքում, աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որի հղումը կլինի այս վիդեոյի վերջում։ Անպայման անցեք, դիտեք վիդեոն մինչև վերջում կլինի հղումը, եթե բաժանորդագրված եք, անպայման բաժանորդագրվեք աստրոմագիա եւ թալիսմաններ իմ YouTube-յան երկրորդ մոգական էքսկլյուզիվ YouTube-յան ալիքին, այնտեղ կան բազմաթիվ նոր առողակարգեր եւ
հմախոսություններ եւ այսպես սիրելի բարեկամներ ինչ է մեզ սպասում գալիք շաբաթվա ընթացքում հուլիսի 20-ը բարեխառն օր է բավականին լարված կլինի օրվա կեսը 12-ից 15 րոպեին Երևանի ժամանակով հուլիսի 20-ին լուսինը կսկսի դիմակայել չարաբաստիկ Սատուրն մորակին, որը գտնվում է 14 աստիճան խոյ կենդանակերպում եւ լուսինը գտնվում է 14 աստիճան կշեռքում 13-ից 3 րոպեին լուսինը նաև գեղեցիկ եռանկյունի կկազմի Մարս մոլորակետ, որը շարունակաբար գտնվում է երկվորյակներում, սիրելի բարեկամներ, եւ 15 աստիճան երկվորյակներում Մարսն եւ 15 աստիճան կշեռքում լուսինի։ Իհարկե, օրվա սկիզբը բավականին լարված է միջազգային փոխհարաբերությունների տեսակետից, մի փորձեք պարզել հարաբերությունները մարդկանց հետ, ինչ որ կարևոր պայմանավորվածություններ այդ ժամանակ, այսինքն կեսօրին ձեռք մի բերեք կարևոր պայմանավորվածություններ, կարևոր հարցեր մի լուծեք, ճանապարհ մի գնացեք։ Իհարկե ժամը 1-ից հետո իրավիճակը զգալիորեն լավանալու է, օրվա երկրորդ կեսին բարենպաստ է ֆիզիկական ակտիվությունը, իսկ 16-ից 18 րոպեին լուսինը կրկին լարված քառակուսի կկազմի Մերկուրի մոլորակի հետ, կապ եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին գտնվում է 16 աստիճան Խեցգետնում։ Եվ առայժմ հետընթաց է, բայց այս գալիք շաբաթվա ընթացքում այն կանգ կառնի, այնպես որ դա ուրախալի լուր է։ Իհարկե քառակուսու ժամանակ լուսնի եւ Մերկուրի բարդանում է միջազգային փոխհարաբերությունները, բարդանում է փոխըմբռնման գալու շանսերը, այնպես որ ես հուլիսի 20-ը չի ընտրի ինչ որ կարևոր բանակցությունների, պայմանավորվածությունների պայմանագրեր կնքելու համար։ Գործնական ցանկացած ակտիվության նաեւ անձնական հարաբերությունները պարզել այդ օրը այնքան էլ բարենպաստ չէ։ Եվ բավականին լարված է անցնում նաեւ հուլիսի 21-ը Երևանի ժամանակով 15-ից 5 րոպեին լուսինը քառակուսի կկազմի Արեգակի հետ 28 աստիճան Խեցգետնում Արեգակն է եւ 28 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը։ Այս քառակուսին դա նշանակում է, որ լուսինը աճում է եւ ահա նրա առաջին քառորդը լրացավ եւ նույնպես այդ լարվածությունը չի նպաստում միջազգային հարաբերությունների կարգավորման, ինչ որ դրական զարգացումներին ամեն դեպքում չի նպաստում, իսկ 17-ից 34 րոպեին լուսինը մուտք կգործի Կարիճ կենդանակերպ։ Այստեղ այս գալիք շաբաթվա ընթացքում ես առանձնացրել եմ հուլիսի 22-ը իբրև բարդ օր, լարված օր եւ շատ այսպես, ինչ ասեմ, ճակատագրական եւ բախտորոշ օր։ Մի շարք հանգամանքներով է դա պայմանավորված հատկապես լարված կլինի հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը։ Երևանի ժամանակով 2-ից 11 րոպեին նախ լուսինը լարված քառակուսի կառաջացնի ավերիչ Պլուտոնի հետ, որը 4 աստիճան ջերհոսում է գտնվում եւ 4 աստիճան Կարիճում գտնվում է լուսինը։ Իհարկե սա բավականին անբարենպաստ է հասարակ պարզ ժողովրդի համար, որը խորհրդանշում է լուսինը, Պլուտոնը դա նշանակում է ռազմական ակտիվ գործողություններ եւ բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանակում, այսինքն դա հիմնական վերաբերվում է ԱՄՆ, Իսրայել եւ Իրան բախմանը եւ ռուս-ուկրաինական ճակատին, որտեղ նույնպես բավականին թեժ է եւ ես կասեի ամենաարյունալի շրջանն է այդ հատուկ ռազմական գործողության, եւ 2:49 րոպեին նաեւ լուսինը լարված քառակուսի կառաջացնի Յուպիտերի հետ, այսինքն ձևավորվում է Պլուտոն, լուսին, Յուպիտեր այդ տաու քառակուսին, որը իհարկե խիստ անբարենպաստ է պարզ ժողովրդի համար, հասարակ մարդկանց համար, լուսնի Յուպիտերը քառակուսին ստեղծում է անելանելիության զգացողությունը, իհարկե օրվա սկզբին ցանկալի չէ հուլիսի 22-ին ինչ որ մեծ գնումներ կատարել, որովհետև շատ ավելի մեծ գումար կծախսեք, քան նախատեսել եք, եւ առհասարակ բավականին լարված իրավիճակ է ստեղծվում։ Նաեւ իհարկե ինքը անբարենպաստ է այն մարդկանց համար, ովքեր ունեն մորակներ ցուլ, նաեւ ցուլ կենդանակերպում եւ ցուլ կենդանակերպի սկզբին։ Դա իհարկե շատ բարդ եւ ճակատագրական է լինելու հենց հուլիսի 22-ը նրանց համար, նաեւ այն մարդկանց համար, ովքեր ունեն մորակներ առյուծի սկզբում, կարիճի սկզբում եւ ջրհոսի սկզբում։
Բայց ամեն դեպքում, եթե անգամ պարզապես այդ 4 կենդանակերպում ֆիքսված քառակուսու, այսինքն կարիճ, ցուլ, ջրհոս եւ առյուծ, եթե ունեք այնտեղ մորակներ, իհարկե սա բավականին ճգնաժամային եւ ճակատագրական բախտորոշ շրջան է լինելու ձեզ համար, որովհետեւ ձևավորվում է այսպես կոչված մեծ քառակուսին, որը մեծ դժբախտությունների եւ վտանգների խորհրդանիշն է։ Երևան ժամանակով 26:36 րոպեին լարվածությունը զգալիորեն նվազելու է, որովհետեւ լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Սիրիով գեղեցկության մորակ Յուպիտերի հետ, Վեներայի հետ, Յուպիտերը արդեն քառակուսի առաջացրեց Վեներայի հետ, 14 աստիճան կույս կենդանակերպում գտնվում է Վեներան եւ 14 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը։ Եվ իհարկե օրվա վերջում 23:10 րոպեին Երևանի ժամանակով հուլիսի 22-ին Արեգակը փոխելու է իր դիրքավորումը եւ մուտք կգործի առյուծ կենդանակեր, որտեղ նա կմնա մինչեւ օգոստոսի 23-ը, սիրելի բարեկամներ։ Բարենպաստ օր է հուլիսի 23, իհարկե այդ 22-ից հետո, հուլիսի 20 ճգնաժամային այդ օրվանից հետո իրավիճակը զգալիորեն բարելավում է, բայց ամեն դեպքում լարվածությունը աճելու է մինչև հուլիսի վերջ։ Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը 1:48 րոպեին Երևանի ժամանակով Մերկուրին գեղեցիկ եռանկյունի կառաջացնի լուսնի հետ, 16 աստիճան կարիճում գտնվում է լուսինը եւ 16 աստիճան խեցգետնում Մերկուրին։ Իսկ հուլիսի 24-ին, սիրելի բարեկամներ, Մերկուրին կանգ է առնում եւ իհարկե բոլոր այդ բացասական զարգացումները աստիճանաբար կսկսեն նահանջել, բոլոր լարվածությունները, բոլոր անորոշությունները, բեռնափոխադրումների խնդիրները, ուշացումները, այդ ամենը կսկսի նահանջել։ Եվ ավելի մանրամասն այդ ամենի մասին ես խոսում եմ իհարկե նաև հուլիս ամսվա կանխատեսումներում, կլինի նաև օգոստոս ամսվա կանխատեսումներում, շատ ավելի մանրամասն Մերկուրի դիրքի փոփոխության մասին։ Հուլիսի 24-ից իհարկե մեծ ռազմաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու, լուսինը մուտք կգործի աղեղնավոր 5:06 րոպե վաղ առավոտյան Երևանի ժամանակով 7:43 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Արեգակի հետ 1 աստիճան առյուծում Արեգակն է եւ 1 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինից 13:51 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Նեպտուն մորակի հետ 4 աստիճան խոյ կենդանակերպում Նեպտունն եւ 4 աստիճան աղեղնավորում գտնվում է լուսինը 13:53 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաեւ ավերիչ Պլուտոն մորակի հետ, որը գտնվում է 4 աստիճան ջրհոսում, իսկ 14:40 րոպեին լուսինը դիմակայություն կառաջացնի անսպասելի փոփոխությունների մորակ Ուրանի հետ 4 աստիճան երկվորյակներում Ուրանն եւ 4 աստիճան աղեղնավորում լուսինը, սա նշանակում է, որ լուսինը աստիճանաբար փոխհարաբերության մեջ է մտնում բոլոր բարձրագույն մորակների հետ, դա նշանակում է, որ այդ համաշխարհային կառավարությունը արդեն իսկ այդ ուժային կենտրոնները արդեն իսկ որոշումները կայացրել են բոլոր խնդրահարույց այդ ակտիվ տակ կետերի, հակամարտության կետերի հետ կապված եւ մոտ ժամանակներում արդեն արդյունքը կտեսնենք, այդ որոշման մասին կիմանանք, բայց դա իհարկե արդեն ուշ կլինի, որտեղ որոշումները կմտնեն ուժի մեջ եւ լուսնի եւ Ուրանի իհարկե դիմակայության ժամանակ ցերեկը հուլիսի 24-ին իհարկե ցանկալի չէ ճանապարհ գնա, որտեղ հնարավոր են ինչ-որ խնդիրներ ճանապարհներին, ուշացումներ, նամանավանդ որ հենց այդ օրը հուլիսի 24-ին Մերկուրին կանգ է առնում, իսկ Մերկուրիի կանգը նշանակում է, որ բոլոր այդ գործընթացները ճանապարհների հետ կապված, կապի հետ կապված, հեռահաղորդակցության հետ կապված, այդ բոլորը խոցելի է դառնում։ Հնարավոր են նաև վթարներ հուլիսի 24-ի ցերեկ, այնպես որ զգուշ եղեք։ 15:47 րոպեին արդեն իրավիճակը կտրուկ կբարելավի հուլիսի 24-ին, որովհետև լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի մեծ
ցանկության մորակ Յուպիտերի հետ, որը 5 աստիճան առյուծում է գտնվում եւ 5 աստիճան աղեղնավորում գտնվում է Լուսինը։ Իհարկե օրը բարենպաստ կավարտվի, նաեւ բարեխառն է անցնելու մեզ մոտ հուլիսի 25-ը, վաղ արդեն առավոտից 10:53 րոպեին Լուսինը եռանկյունի կառաջացնի Սատուրն մորակի է, 14 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է Սատուրն եւ 14 աստիճան աղեղնավորում Լուսինը։ Լարվածությունը աճելու է հուլիսի 25-ի երկրորդ կեսին, արդեն Երևանի ժամանակով 15:53 րոպեին Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Վեներա մոլորակի հետ, որը 17 աստիճան կույս կենթանակերպում է, եւ դա նշանակում է, որ կանանց հետ փոխհարաբերությունները զգալիորեն կլարվեն, մի փորձեք ինչ-որ հաշիվներ պարզել կանանց միջև հարաբերություն եւ կանանց հետ։ 18:58 րոպեին նույնպես բավականին լարված կանցնի, որովհետև երեկոյան ժամերին Մարսը դիմակայելու է Լուսնի հետ 18 աստիճան երկվորյակներում Մարսն եւ 18 աստիճան աղեղնավորում Լուսինը, սա նշանակում է ագրեսիայի աճ, միջազգային փոխհարաբերություններում փոխըմբռնման բացակայություն, հնարավոր են ինչ-որ վեճեր, թյուրիմացություններ, փոխըմբռնման բացակայություն, այնպես որ այդ ժամերին զգուշ եղեք եւ այսպես կոնֆլիկտների մեջ հակամարտության մեջ մի մտեք, մի սրեք արկա խնդիրները։ Եվ ի վերջո հուլիսի 26-ին 17:44 րոպեին արդեն Լուսինը մոտ կգործի այդ եղջյուր կենթանակերպ։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ մորակային փոխհարաբերություններ են մեզ սպասվում հուլիսի 3-րդ շաբաթվա ընթացքում, հուլիսի 20-ից 26 ընկած ժամանակահատվածում։ Իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենթանակերպերին հուլիսի 20-ից 26 ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք։ Սիրելի խոյեր, բավականին բարդ եւ հակասական է լինելու ձեզ համար գալիք շաբաթը, հուլիսի 20-ից 21-ը, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ հարաբերությունների սրացումից, որտեղ հետո դժվար կլինի թե սրվի, եթե խնդիրներ առաջանան, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Հուլիսի 21-ից 24-ը զգուշացեք հանկարծակի ինչ-որ էքստրեմալ իրավիճակներից, հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ, ճանապարհներին խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի վերցրեք։ Հուլիսի 24-ից 26-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաեւ ճամփորդություն, բայց պետք է զգուշացնեմ, սիրելի խոյեր, որ ընդհանրապես հուլիս-օգոստոս ամիսներին ցանկալի չէ անծանոթ վայրեր մեկնել հանգստի, որտեղ ամեն տեսակ անսպասելի զարգացումներ են հնարավոր, Մերկուրին դե շատ դանդաղաշարժ է, որտեղ նոր հուլիսի 24-ին նա կանգ է առնում։ Սիրելի ցլակներ, բարդ է լինելու նաև ձեզ համար գալիք շաբաթը, հուլիսի 20-ից 21-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ նաև առողջության հետ կապված հարցերով, ընդհանուր այսպես ձեր պարտականություններն եք կատարելու։ Հուլիսի 21-ից 24-ը սիրելի ցլակներ, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ եթե սրվեն հարաբերությունները փչանան, հետո դժվար կլինի վերականգնել։ Հուլիսի 24-ից 26-ը զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, բարդություններից, առողջության հետ կապված եւ խնդիրների ճանապարհներին։ Բայց այնուամենայնիվ հնարավոր է անսպասելի ֆինանսական ձեռքբերումներ, վարկեր եւ պարտքեր վերցնել այդ օրերին չի կարելի, սիրելի ցլակներ, բայց նվերներ եւ գումարներ ստանալ շատ էլ լավ է։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, հուլիսի 20-ից 21-ը զբաղվեք ձեր երեխաներով, հանգստով, հաճույքներով, բարենպաստ են այդ օրերը նաև բիզնեսի համար։ Հուլիսի 21-ից 24-ը ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցեր եք լուծելու, իսկ հուլիսի 24-ից 26-ը սիրելի երկվորյակներ, զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Առհասարակ երկվորյակներին անպայման խորհուրդ եմ տալիս գալ խորհրդատվության, նամանավանդ որ հիմա գործում է 50% զեղչ իմ բոլոր ծառայությունների համար, այդ թվում նաև on-line խորհրդատվության եւ մոգական բոլոր ծառայությունների համար, ինչու եմ ասում, որ շատ կարեւոր է
իրենց երկվորյակներին, որովհետև ուրան մոլորակ արդեն այս տարվա ապրիլի վերջից գիտեք, որ 7 տարով մուտք է գործել երկվորյակներ եւ ձեր կյանք այսպես տակնու վրա է անում, 180 աստիճանով փոխում է սիրելի երկվորյակներ, որպեսզի հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ են սպասում։ Իհարկե պետք է գալ խորհրդատվության եւ տեսնել ինչ փոփոխություններ են լինելու եւ երբ։ Սիրելի խեցգետնակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը հուլիսի 20-ից 21-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է տան առքուվաճառք։ Հուլիսի 21-ից 24-ը զբաղվելու եք երեխաներով, շատ բարենպաստ է հանգստի հաճույքների համար, լավ է նաեւ բիզնեսի համար։ Հուլիսի 24-ից 26-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցերով, սիրելի խեցգետնակներ։ Սիրելի առյուծներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է անցնելու գալիք շաբաթը առհասարակ մեծ երջանկության մորակ Յուպիտերն է 1 տարով մուտք գործել առյուծ կենդանակերպ եւ իհարկե հենց հունիսի վերջից արդեն իհարկե ձեզ համար դռները բացվում են սիրելի առյուծներ, պարզապես պետք է պոչից բռնել այդ հաջողությունը եւ օգտվել ճակատագրի ձեռնված հնարավորություններից։ Հուլիսի 20-ից 23-ը կարճ ճանապարհ, լավ լուրեր եւ հետաքրքիր ծանոթություններ են հնարավոր։ Հուլիսի 21-ից 24-ը տան ընտանիքի հետ կապված գործերով եք զբաղվելու, նաև հնարավոր է բնակարանի կամ տան առքուվաճառք։ Հուլիսի 24-ից 26-ը բարենպաստ է երեխաների հաճույքների եւ լավ է նաև բիզնեսի համար, սիրելի առյուծներ։ Սիրելի կույսակներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Հուլիսի 20-ից 21-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Հուլիսի 21-ից 24-ը կարճ ճանապարհ եք գնալու, լավ լուրեր եւ հնարավոր է հետաքրքիր ծանոթություններ։ Հուլիսի 24-ից 26-ը տան առքուվաճառք է հնարավոր, զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Սիրելի կշերքներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթը։ 20-ից 21 հուլիսի զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Հուլիսի 21-ից 24-ը բարենպաստ է սիրելի կշերքներ, ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, 24-ից 26-ը կարճ ճանապարհ եք գնալու, հնարավոր ինչ-որ կարևոր լուր ստանաք եւ ծանոթություն է հնարավոր։ Սիրելի կարիճակներ, բարեխառն է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթ հուլիսի 20-ից 21-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվացումից։ Հուլիսի 21-ից 24-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Հուլիսի 24-ից 26-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթ հուլիսի 20-ից 21-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը։ Սիրելի աղեղնավորներ, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ է օնլայն բիզնեսի համար առհասարակ բոլոր աղեղնավորներին խորհուրդ եմ տալիս մոտակա 7 տարում անպայման զբաղվել օնլայն բիզնեսով։ Եվ հուլիսի 21-ից 24-ը կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի աղեղնավորներ, զգուշ եղեք, հուլիսի 24-ից 26-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի այս եղջյուրներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը հուլիսի 20-ից 21-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, կապված պետական դռան հետ, պաշտոնի հետ, փաստաթղթերի հետ, աշխատանքի հետ կամ ինչ-որ հետաքրքիր առաջարկություն եք ստանալու 21-ից 24 հուլիսի կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ են այդ օրերը նաեւ օնլայն բիզնեսի համար։ Հուլիսի 24-ից 26-ը այնուամենայնիվ զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Սիրելի ջեր
խոսակներ, բարենպաստ է նաև ձեզ համար գալիք շաբաթ հուլիսի 20-ից 21-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև հետաքրքիր ճամփորդություն։ Հուլիսի 21-ից 24-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար սիրելի ջրհոսներ, պետական դռան հետ կապված, աշխատանքի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված։ Հուլիսի 24-ից 25-ը կիրագործվի ամենանվիրական ձեր երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Սիրելի ձկնակներ, բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ, հուլիսի 20-ից 21-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք ճանապարհներին, նաև առողջական խնդիրներից եւ մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի արեք։ Հուլիսի 21-ից 24-ը հնարավոր է լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն։ Եվ ընդհանրապես է Սատուրնը վերջապես հեռացավ ձկներից, շուտով ձկներից կհեռանա նաև վերընթաց լուսնային հանգույցը Ռախուն, այնպես որ ձկնիկները ազատ քաղաքացի են դառնում եւ ինչ կուզենան կանեն վերջապես ազատագրվում են ձկնիկները։ Եւ հուլիսի 24-ից 25-ը սիրելիներս հուլիսի 24-ից 26-ը արդեն կիրագործվի ինչ-որ շատ կարևոր գործնական հարց էր համար, պետական դռան հետ կապված, չգիտեմ, աշխատանքի պաշտոնի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում հուլիսի 3-րդ շաբաթվա ընթացքում, այսինքն հուլիսի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաև հետևեք ինձ իմ երկրորդ YouTube-յան ալիքով էքսկլյուզիվ մոգական աստրոմագ եւ թալիսմաններ մոգական ալիքով, որտեղ գրեթե ամեն օր կրկին լույս են տեսնում նոր աղաղակարգեր, հմախոսություններ, անպայման հետևեք եւ կատարեք, եւ նաեւ հետևեք ինձ Facebook-ով, Instagram-ով, Telegram-ով եւ TikTok-ով, իսկ ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք շուտով, տեսություն։